Թրջկանի ջրվեժը գտնվում է Հայաստանի Հանրապետության Շիրակի և Լոռու մարզերի սահմանին Փամբակ գետի ձախակողմյան վտակ Չիչկան գետի վրա։ Չիչկան գետը սկիզբ է առնում Շիրակի լեռնաշղթայի հյուսիս-արևելյան լանջերից 2250 մետր բարձրությունից, ունի 29 կմ երկարություն, ջրահավաք ավազանը 192 քառակուսի կիլոմետր է։ Բազումի լեռնաշղթայի միջլեռնային հովտով հոսում է արևելք, սնումը հալոցքային է և ստորերկրյա, վարարումը մարտ-հունիս ամիսներին, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 62%-ը։ Վերին հոսանքում ափերը ցածրադիր են և գետն ունի հարթավայրային բնույթ, հոսում է ընդարձակ գետահովտով։ Միջին հոսանքում մինչև խորը և նեղ կիրճի մեջ մտնելը առաջացնում է թրջկան ջրվեժը, որը հայտնի է նաև Չիչկանի ջրվեժ կամ թրջկան ջուր անվամբ։ Տեղի բնակիչները ջրվեժին չռան են անվանում։ Գտնվում է Լոռու մարզի Շիրակ-Ամուր գյուղից մոտ 10 կմ հյուսիս-արևմուտք։ Հայաստանի ջրվեժներից ամենաբարձր և ամենաջրառատ ջրվեժն է իր 23,5 մետր բարձրությամբ ու միջին մոտ 1,5 տոննա վարկյան ջրի ծախսով։ Չիչկան գետը հարուստ է եղել կարմրախայտ ձկնատեսակով, և ձկները գետի հոսանքին հակառակ են լողացել, ու մի օր էլ գյուղացիները ականատես են եղել, թե ինչպես են կարմրախայտերը գետի հոսանքին հակառակ լողալով գալիս ու թռչում մոտ 25 մետր բարձրություն ունեցող ջրվեժի վրայով, ինչից հետո էլ ջրվեժի անունը մնում է Թրջկան։ Թրջկան ջրվեժը 2008 թվականից մտել է բնական հուշարձանների ցանկ, իսկ 2011 թվականից տարածքը սահմանվել է հատուկ պահպանվող գոտի։ Խոսրովի արգելոցի ջրվեժների մասին հետաքրքիր փաստեր։ Վահագնի և Աստղիկի ջրվեժը գտնվում է Հայաստանի Արարատի մարզում։ Խոսրովի անտառպետական արգելոցի տարածքում գտնվող 4 ջրվեժներից մեկն է, որը ժողովուրդը անվանել է հին հեթանոսական աստվածների անունով։ Վահագնի և Աստղիկի ջրվեժները միմյանց հետ դիցաբանորեն կապված են։ Աստղիկը գեղեցկության աստվածուհին էր, կրակի և պատերազմի աստված վիշապաքաղ Վահագնի կինը։ Մեր հայրենիքը Հայաստանը ունի շատ հարուստ պատմություն և անսահման գեղեցկություն։